ինձ ավելի են մեծարում ու գնահատում իմ աշխատանքով հանդերձ։ Դա իմ աշխատանքն է ինձ մեծարում, հենց որ 39-ամյա Անահիտը արդեն 5 տարի է ծեփագործությամբ է զբաղվում։ Բոլոր հարևանների բնակարանները ինքն է վերանորոգել։ Ծեփագործությամբ զբաղվելուց կամ ինչպես ինքն է ասում, մալյար աշխատելուց առաջ հավաքարար է եղել, թեև մասնագիտությամբ հսկիչ գանձապահ է։ Անգամ երբ որ ասում եմ մալյարը, բան են անում, էլի։ Խնդալու են տալի, գիտեն կատակ են անում։ Այդ բանն է մի քիչ դժվար, մինչև բացատրում ես մարդկանց, մինչև արդեն ասում ես, որից հետո է, արդեն փոշմանում ես, որ ինչ-որ գործ ես մանենք է։ Իսկ նորմալ վարձատրում են գոնե։ Ճիշտը որ ասեմ, որ ֆինանսի հետևից չեմ ընկել, ուղղակի միշտ աշխատում եմ գործի մեջ, գործից որակը։ Հա։ Գործի որակի վրա եմ աշխատում, էլի ոչ թե ֆինանսի։ Անահիտը, ով նաև 2 երեխաների մայր է, ասում է, թե տնային գործեր անելու ժամանակ գրեթե չի ունենում, աշխատում է ինչպես տղամարդը, կամ ինչպես ինքն է կատակում, ամռանը տղամարդ է, իսկ ձմռանը նորից տանտիկին է դառնում։ Թեև նկատենք, որ անգամ ներկոտ շորերով ու մազերով նա պահպանել էր իր կանացի գրավչությունը, վառվռուն աչքերը մատիտով ընդգծել էր, իսկ գլխին նորաձև գլխարկ դրել։ Կինը մնում է կին, լինի մալյար, թե լրագրող։ Ինչ անեմ, ես այդ տղամարդկանց գործերի մեջ չեմ սիրում խառնում։ Կանանց գործերը Ամուսին ունեք։ Բաց ասում ենք, ինչ ունենք։ Ամուսինը ինչպես է վերաբերում այդ դեպքում ձեր աշխատանքի։ Դե ասեք ուրախանում են, էլի։ Ո՞ւքին ասենք մալյարությանի, որ չուրախանան, տես բան կա պատմության մեջ։ Երեխաներ ունեք։ Հա, բաց ասում։ Քանիսն են։ 2-ը։ Չափահաս են, թե դեռ ոչ։ Այո, տղաս 20 տարեկան է, աղջիկս 17։ Իսկ իրենք երեխաները ինչպես են վերաբերվում ձեր աշխատանքին։ Առաջուց ներվում էին, իսկ հիմա բառք ասում, հպարտանում են իրենց մայրը մալյարություն է անում, որովհետև շատ գնահատելի ու շատ հարգալի աշխատանք է ու ասեմ պատվով աշխատանք է։ Եթե մեր հայ կանայք տարանային, թող մտնեն այս աշխատանքի մեջ, էլի։ Ինչու՞, ինչու։ Դե լավ է, էլի, ասենք համ հարգանք ես արժանանում, համ պատվի, համ էլ միջավայրը, մարդկանց հետ է շփվում, հասկանում ես, որ աշխատանքը գեղեցկացնում է մարդի։ Անահիտը ծեփամածիկը ամեն անգամ վերանորոգվող մեծ տարածքի պատերին քսելուց ավելի էր ոգևորվում, աչքերը փայլում էին, կարծես նա աշխարհի ամենալավ գործն էր անում, ասում է, թե մալյարի աշխատանքի շնորհիվ ինքն իրեն է ճանաչել, հասկացել է, թե ինչի է ընդունակ։ Իսկ չեք հոգնում այս աշխատանքից հետո։ Աստիճանների վրա ամբողջ օրը։ Չէ, եթե պետք է հիմնական չեն ասեն աշխատանք կա, պետք է գարկանեք, մեծ հաճույքով կգնա, որովհետև մարդիկ կապորմոսության կարիք ունեն այդ պարին։ Չէ, այս աշխատանքի չեմ հոգում, որովհետև սա իմ սիրած մասնագիտություն է, շատ եմ սիրում։ Եթե հիմա պրոջեկտը միացնեն, ամբողջ ես աշխատում։ Անահիտի տղամարդ գործընկերներից մեկը, ով պարզվեց մասնագիտությամբ քարտաշ է, միացավ մեր զրույցին։ Ասաց, թե իր համար զարմանալի է, որ Հայաստանում կինը մալյարություն է անում, թեև Ռուսաստանում իրենց շինարարական խումբը միայն մալյար աղջիկների հետ էր աշխատում։ Հետարքիր է, որ հայուները արդեն կարող ես հետ աշխատեն լավ է, էլի։ Իսկ աշխատանքը ինչպես եք գնահատում, լավ է անում, տղամարդկանցից ավելի լավ է անում։ Հա։ Ավելի որակով է անում տղամարդկանց։ Տղամարդ աղջիկ է, էլի, տղամարդ աղջիկ է։ Հետո այս աշխատանքից հետո ճաշ պատրաստելու ցանկություն մնում է։ Ես ասեն ժամանակ մտածում եմ գործի որակով անցնեմ անգամ։ Ինչու արդյոք միշտ ճաշ։ Միշտ թե ճաշն է, էլի, չէ՞ թե ժամանակ չեմ մտածում։ Ինձ հիմա պետք է որ ես ժամկետ եմ ասել, որ պետք է գործը հանձնեմ, հիմա աշխատում եմ դրա վրա։ Անահիտը չի ընդունում այն տարածված կարծիքը, թե Հայաստանում աշխատանք չկա, կա, այն էլ շատ։ Բոլոր այն կանանց, ովքեր տևական ժամանակ աշխատանք են փնտրում, բայց չեն գտնում, Անահիտը մի պարզ առաջարկ ունի։ Եթե կուզեն այս աշխատանքը միանանից, թող գա ես իրենց կսովորացնեմ։ Միայն չգիտեմ, սրտի ցանկություն ա պետք էլի։ Ես օրինակ որտեղ փոշոտ արդեն ամբողջ քաղաքը գիտի։ Փոշոտ տեսնում եմ պատուհանը, ես ստեղ եմ վազում, որովհետև ինձ ձգում է։ Ես սիրում եմ մասնագիտությունը, ես տեղ մտնելով չեմ ամաչում, ես ուրախ եմ գալի փոշիների մեջ, ասենք ինչ, ձև էլ որ հատնվածել եմ, կարող մտածեն, թե այս աղջիկը խելագարվել է, ինչ ասես, փոշոտ, բանը,
ակուրատնի հագնված եկել է խոշոր գործ աման գալի, բայց ես սիրում եմ, մեծ հաճույքով եմ անում։ Մարդի մտքին որտեղ լինի աշխատելու։ Աշխատանքը գտնի։ Աշխատանք ինքն ես ասեմ։ Ես ման եմ կարևոր գտնում եմ, ոչ մեկ ինձ չի ասում։ Գիտեք ինչ, եկեք այս իշտեղ ձեզ աշխատանքը։ Ամբողջ քաղաքը ման եմ գալի շինարարական, որովհետև սա իմ մասնագիտությունն է։ Տեսնում եմ որտեղ շինարարություն կա, ես ինձ ընդեղ եմ։ Մտնում եք առաջարկում եք ձեր ծառայից։ Հարցնում եմ, որը կլինի, որը չէ, համարս եմ թողնում, բայց ուսումնադրության փառք ասում, որ թողել եմ թեկուզ անցել ամիսներ, այսօրվա դրությամբ ինձ կանչում։ Պատվիրատուներ շատ ունեք։ Այո։ Դե երբ որ գործը որակով է ստանում, արդեն գործ ավելում էլի։ Ամրանը իրեն տղամարդ, իսկ ձմռանը կին համարող 39-ամյա Անահիտն ասում է, թե երջանիկ է, կյանքում ամեն ինչ ունի, իսկ երջանկություն է համարում այն, որ իրեն ամենուր, նաև աշխատավայրում շրջապատում են լավ մարդիկ։ Գործընկերդ էլ պետք է նախ եւ առաջ լավ մարդ լինի։ Երջանկության իր գաղտնիքը բացահայտում է ծեփագործ Անահիտը։